պալիատիվ խնամքն օգնության է հասնում, երբ բժշկությունն արդեն անզոր է եւ օրգանիզմը չի արձագանքում բուժմանը։ Հայաստանում տարբեր ախտորոշումներով մոտ 3300 երեխա պալիատիվ խնամքի կարիք ունի։ Պալիատիվ օգնության նպատակն է բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների խնդրին բախվող հիվանդների եւ նրանց ընտանիքների կյանքի որակը։ Թվով, որ նշել եմ 3300 երեխա, այնպես չի, որ այդքան երեխաները միառժամանակ հոսպիտալացուների կարիք ունեն։ Իհարկե, պալիատիվ խնամքը երեխայի ախտորոշման պահից սկսած է որոշվում, բայց ամբողջությամբ չի, որ անմիջապես պալիատիվ խնամքին միայն ստանում այդ երեխաները։ Աստիճանաբար իրենց հիվանդության զարգացման հետ կապված պալիատիվ խնամքի ծառայությունների կարիքը ավելի մեծանում են եւ նվազում են հիմնական բուժական միջամտությունների եւ հիմնական բուժման ծավալն է նվազում։ Հայաստանում մանկական պալիատիվ խնամքի առաջին բաժանմունքը բացվել է 2021 թվականի սեպտեմբերին Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ կա 5 մահճակալ եւ նախատեսված է օնկոհեմատոլոգիական հիվանդություն ունեցող երեխաների համար։ Եվս 3 մահճակալ կա Արաբկիր բժշկական կենտրոնում, նախատեսված հենց այդ բուժհաստատությունում գտնվող ծանր եւ կյանքին սպառնացող դեպքերի համար։ 2025 թվականի հունվարից արդեն գործի է դրվել մանկական պալիատիվ շարժական օգնության պիլոտային ծրագիրը, ներառված է 40 դեռահաս։ Տնային ծառայությունների շրջանակներում բժիշկը եւ բուժքույրը նախնական գնահատելուց հետո երեխայի վիճակը իր տեղամասային ԱԱՊ օղակի բժշկի հետ առաջին այցը կատարելուց հետո գնահատում է երեխայի կարիքները, պլանավորվում է ինչ այցելություններ կատարվի եւ ինչ հաճախականությամբ, գնահատում ենք ինչ սարքավորումների կարիք ունի երեխան, ինչ դեղորայքի կարիք ունի, որի կիրառմամբ երեխայի կյանքի որակը ավելի կարող են բարելավել տան պայմաններում։ Հիմնական գերնպատակը դա է ունենալ լավ կյանքի որակ, նաև կրթել ծնողներին կամ խնամողներին եւ հնարավորինս պահել երեխաներին տանը, ոչ թե հիվանդանոցում։ Տեղեկացվածության պակասը կարծրատիպեր է զարգացնում։ Ծնողները խուսափում են անհրաժեշտության դեպքում դիմել պալիատիվ օգնության, ինչի արդյունքում տուժում են երեխաները, բարդություններ, որոնք հնարավոր էր կանխել, նշում է բժիշկը։ Օգնում են, որ մենք շատ ծանր չտանենք, որտեղ արդեն 11 տարի է մենք շատ ծանր ենք տանում մեր բալիկի այս վիճակին, բայց պայքարում ենք մինչև վերջ մեր բալիկի համար։ Պալիատիվը շատ օգնում, դից Ավլեվդան, Ռիփսիմեն, բուժքույր, ամեն խորհրդին, ամեն բանին մեր կողքը կանգնած են լինում։ Խորհուրդ կտամ, որ բոլորն էլ դիմեն, ասես բալիկ ունեցողներին, որ իրանք ամենաառաջի օգնությունը ցույց են տալիս, որ չհասնեն հիվանդանոց։ Այսօր իժոգաներ որ ասում են, չէ՞, հենց այլոց առաջացնում, իրանք դրա պատճառով ոնց բլուզնից հետ են գցում։ Ու այնքան հետաքրքիր է ֆիքսված կոնտրակտուրա հիմա չի կարելի, այնքան կարճացել է զգալիները։ Պալիատիվ խնամքում աշխատելը իսկապես բարդ է, միգուցե որոշակի որակական հատկանիշներ է պետք, որ ինքդ պատրաստ լինես, աշխատել այդ ոլորտում։ Միշտ հաշվի ենք առնում երեխայի ցանկությունը։ Եթե երեխան մեր բաժանմունքում է, հնարավորինս փորձում ենք իրականացնել իր բոլոր երազանքները։ Եթե ունենում ենք բաժանմունքում բարգատ ժամանակ իր ծննդյան օրն է, տարեդարձն ենք նշում իրենց ուզած հերոսների հետ, երբեմն լինում է, որ երեխաները շատ սիրած ընտանի կենդանի են ունենում, թույլ ենք տալի, որ այդ կենդանուն բերեն այստեղ, իր հետ գտնվի կամ շատ հարազատներին, քանի որ բուժման ընթացքում, հատկապես եթե օրինակ օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ, որպեսզի վիրուսների հետ շփումը խուսափեն, սահմանազատվում են հարազատների հետ շփումը, բայց երբ որ այնպես է ստացվում, որ գալիս են պալիատիվ բաժանմունք, ավելի բաց է այդ շփումը ու երեխաները բոլոր հնարավորություններից օգտվում են։ Եթե ինչ-որ ցանկություններ, երազանքներ կան, եթե մենք չենք կարողանում, փորձում ենք գտնել դոնորներ, ովքեր պատրաստ են իրենց ցանկությունները իրականացնել։